Հարցս արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին ուղղված։ Պարոն նախարար, Եվրամիությունից հնչում են ուրեմն Հայաստանի Հանրապետության խաղաղությանն ուղղված քաղաքականության աջակցող հայտարարություններ, զուգահեռաբար վերջերս Թուրքիայից էլ հնչեցին առնվազն Հայաստանի խաղաղությանն ուղղված քաղաքականությունը ընդգծող, դրականորեն ընդգծող հայտարարություններ, եւ այս հայտարարությունները Հայաստանի ներսում մեզ հայտնի ուրեմն շրջանակների կողմից խորհրդարանում ներկայացված ընդդիմության եւ խորհրդանից դուրս ուրեմն մի շարք ուժերի կողմից ներկայացվում է որպես Հայաստանի ներքին կյանքին միջամտելու փորձ։ Այս առումով ըստ էության հանրությանը կրկին մանիպուլատիվ տեղեկատվություն է մատուցում եւ ես խնդրում եմ ձեզ նախ մեկնաբանել այս հայտարարությունները եւ նաեւ պարզություն մտցնել, որպեսզի մեր հանրությունը վերջի վերջո չմանիպուլացվի այս հայտարարություններով։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Բարև ձեզ, այո, ես էլ եմ նկատել, որ այդ հայտարարությունները մեկնաբանվել են այն կերպ, ինչ կերպ որ դուք ներկայացրեցիք, եւ միանշանակ կիսում եմ ձեր գնահատականը, այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են եւ որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամենաառօրյայի մասը եւ ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու։ Հիմա մասնավոր դեպքերի մասին երկու, գիտեք, ճաշակի հարցը, իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը աջակցությունը հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը կարծում եմ խնդրարարույց չի որևէ կերպ, միայն ողջունել կարող ենք եւ շնորհակալություն հայտնել, եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանեմ որևէ երկրի արտաքին գործերի նախարարների դիրքորոշումները, քննարկել կարող եմ, մեկնաբանելը չգիտեմ ինչքան ա տեղին, բայց այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը եւ նաեւ ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է, եթե կուզեք նաեւ, չէ՞ որ ամեն ինչ չի շատ ուղիղ բան ասվում, հա, բաներ կա, որ այսպես փաթեթով կամ տողատակիրով եւ նաեւ խրախուսանք ուղված կամ կոչ ուղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը, հա, այդ գործընթացի։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ եւ երիցս ոչ ներքին գործերին Հայաստանի միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել, էլի, բայց ուզում եմ նորից շեշտել, ճաշակի հարցը, ասենք հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը նրանց ազդեցության թաքնված կամ անթակույց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների ըստ այդմ արտաքին քաղաքական ճաշակը կարելի է հասկանալ, էլի, որ երբ որ կարելի է բացատրել գոնե, երբ որ Եվրոպական միություն ասում է ողջունում ենք Հայաստան եւ կաջակցենք Հայաստան ժողովրդավարությանը, ասում են ըհը, ներքին գործերի միջամտության փորձ է, երբ որ Թուրքիան ասում է ողջունում ենք խաղաղությունը եւ դրանով վարչապետ Փաշինյանը դեր ասում են ըհը, ներքին գործերին միջամտության փորձ է, պարզ է, չէ՞ որ այս ուժերը եւ իրենց տիրապետության տակ գտնվող մեդիա ռեսուրսները ընդհանրապես չեն նկատում այն ճաշակից բխող մյուս կողմից եկող զանազան գնահատականներ եւ ուղերձներ, որոնք այս պարագայում ես կասեի մեծ դժվարությամբ պետքա աչք փակել եւ չհամարել ներքին գործերի միջամտության փորձ։ Չգիտեմ որքան ստացվեց ուղիղ պատասխանել, գուցե փոքրինչ խուճուճ ստացվեց, գուցե Լավ ստացվեց, պարոն Միրզոյան, լավ ստացվեց։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար պարոն Միրզոյան եւ ձեր պատասխանից երկրորդ հարցը բխեցնեմ, մենք խոսում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, ինչը չափազանց կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի համար, թե տարածաշրջանում խաղաղության կայունացման եւ դրա վերջնական ամրացման համար, եւ երեք Ադրբեջանի նախագահը հրապարակային իր խոսքում խոսեց եւ փոխկապակցեց
Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հաստատումը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Եվ սա էլի կրկին քիչ առաջ մեր ունեցած խոսակցության տրամաբանությամբ էլի տարբեր կերպ է մեկնաբանվում եւ նաեւ տարընկալումների տեղիք է տալիս, ըստ խնդրում եմ նաեւ այս հատվածը եւս մեկնաբանեք, շնորհակալ եմ։ Դե գիտեք, մենք ինքներս որպես քաղաքական օրակարգի մաս երկու առանձին կարգավորման գործընթաց ենք շարունակում եւ իրականացնում եւ երկուսում էլ ունենք ամենտեղի շոշափելի հաջողությունները, երկուսում էլ ունենք հստակ ձևակերպած հետագա քայլերի մասին պատկերացումները կամ ակնկալիքները կամ վերջնարդյունքների մասին եւ այս ամբողջ ինչ որ ասեցի հրապարակային, այստեղ մի գրամ գաղտնիք չկա եւ մենք ասում ենք, որ սրանք ամեն դեպքում մեկը մյուսով պայմանավորված չեն։ Բայց նաև եթե լրիվ օբյեկտիվ ուսումնասիրող որպես քաղաքական օրակարգի մաս, բայց լրիվ օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի, ի վերջո Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտությունն էլ ոչ մեկի համար գաղտնիք չի, ի վերջո այդ երկու երկրներն էլ են իրանք ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում ամեն մեկը իր համար այն մյուս երրորդ երկրի հետ ունեցած ուրեմն բանի չափով, հաջողության չափով, բայց այսինքն ինչ որ առումով այս կապը մենք պետքա ճանաչենք, բայց նաև դե իհարկե դա հո երրակողմ կարգավորում չի վերջո, եւ ես օրինակ կարծում եմ, որ եթե մենք Ադրբեջանի հետ այսօր ունեցանք այս պայմանավորվածությունը մի քայլ էլ առաջ կատարեցինք, մի քայլ էլ ամրապնդեցինք խաղաղությունը կամ ինստիտուցիոնալացրեցինք, կարանք այդ քայլը անենք առանց սпасելու Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ մի քայլ առաջ ունեցանք այդպես եւ այդպես էլի զուգահեռ, բայց ոչ նույն օրը կամ բանով էլի, այսինքն այո, ինչ որ կապ անշուշտ կա, բայց դրանք դնել նույն տեղ, նույն վայր, նույն ժամ, երևի մի քիչ չափազանցություն կլինի, իսկ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ կարևոր է այնուամենայնիվ նկատել, որ Ադրբեջանի նախագահի եւ ինչպես մեր մյուս գործընկերների դիրքորոշումները, ինչպես եւ մեր դեպքում, այսինքն լրիվ խաղաղության գործընթացի մաս են, համահունչ են եւ տրամաբանական դրսեւորում ու շարունակություն։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն նախարար, ես եւս հարցս պետք է ընչլեցնեմ տրիփի իրականացման շրջանակի վերաբերյալ, որի հրապարակումից հետո, ինչպես եւ սպասվում էր, կրկին հնչեցին բավականին անբովանդակ մեկնաբանություններ, նույնիսկ դրանք մեկնաբանություն անվանելն է դժվար, թե բա սրանք էլի ամեն ինչ տվեցին, այս անգամ ռազմավարական սյունիքը, տրիփի բաժնեմասերը, իդեպ Վարդան Օսկանյանի արձագանքն էլ էր, այսպես ասած, վերաբերվում այդ շրջանակին։ Շարունակե։ Դուք Վաշինգտոնում ձեր մեկնաբանությունում անդրադարձել եք այս հարցերին, բայց կխնդրեի այստեղ եւս մեկ անգամ, եթե կարելի է ներկայացնեք ձեր արձագանքը։ Հարցին կպատասխանի Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Ղազարյան, եթե նկատեցիք, ես այսօր հետս թղթապանակ եմ բերել, որով հով եմ անում, այդ թղթապանակի մեջ իրականում տպված հենց հունվարի 14-ի հայտարարությունն է համատեղ, որովհետև ես կարծեցի, որ այդքան իբր թե բան աղմուկի մեջ, իբր թե վատ պայմաններով բանի մեջ, մեր ընդդիմությունը արդեն որերորդ 14-րդ հարցն է, մտնելու այսօր այս հարց ու պատասխանին եւ մեզ պատին սեղմի, այսպես ասած, իրանց սուր քննադատությամբ հարցերով, ես էլ ստիպված լինեմ բացեմ այդ թղթից, քանի որ դե անգիր այդքան էջը հնարավոր չի հիշել, մոտավորապես հիշելով որ մասումը, մեջբերումներ անեմ, ասեմ, չէ, բարեկամներ, նորմալ է, ոնց որ ամեն ինչ բան, տեսեք ինչ լավ է գրած, բարձվում է այդ հարցը ընդհանրապես ասելիք չկա, 13-րդ հարցին նոր պարոն Խաչատրյանը մի բան ասեց, որ ավելի լավ էր չասեր, իրանց ավելի վատ դրության մեջ, ասում է, դա իրավական փաստաթուղթ չի։ Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում։ Այս հարցերը կարգավորել սենց։ Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարությունն է, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործ նախարարներից մեկը ասում է, դե ողորմելի է, ասում է, քանի 74%-ը տվել են, 26%-ն են իրանց
Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ, աշխատել եմ զերծ մնամ նախկին արտգործնախարարների գործունեություն, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի է խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ, չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որը որ ասելա, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք, ներողություն եմ խնդրում։ Ներողություն, կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ։ Ոչ դուք, ոչ մեկը։ Նայեք, կարևոր բաներ եմ ասում։ Նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պահել ենք մեզ։ Իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության։ Հայրոս Գազարտի վերջին 20%-ը 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշսիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը այդտեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդ նույն պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը Ինտերրաո եսին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով, այ ողորմելիներ դե արի մի ասա, էլի։ Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք։ Ինչ եք ուզում։ Բան չեք կարա ուզեք, որտեվ ասելի քեչ ունեք, բերաններդ չեք կարա բացեք, բայց ես նու կարակ, բայց մեջ ինչ իմաստ կլինի։ Զգացինք արդեն։ Էլի հաստատ կարելի էր բաներ ասել։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, եթե կհիշեք շարունակեք, բայց օգտվելով արձագանքից եւս մի հարց հնչեցնեմ, էլի պարոն Միրզոյան, երեք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը կարծես թե ասել է, որ կարծես թե Հայաստանում այսպես քաղաքական հայացքների համար նորից հնչեցնեմ։ Լավ չեմ լսում։ Լավրովն ասել է, կարծես թե Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում։ Իմ կարծիքով մի փոքր տարօրինակ է այս ամեն ինչը լսել է։ Ինչ արձագանք ունեք դուք։ Պարոն Եղոյան։ Ոնց լսեցի, տենց վստահ չեմ, որ ամբողջությամբ լսվեց ձեր հարցը աղմուկ է, բայց ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու, էլի չեմ մեկնաբանում արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, բայց իմ շատ սիրելի եւ հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները թերևս մի քիչ սխալ են։ Այդպիսի հիմքով քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար Հայաստանում չկա, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ընդհանրապես քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարա լինի, եթե այդ քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են որևէ կերպ իրավական ձևակերպումները կան օրենսդրության մեջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ օրինակ սահմանադրական կարգի բռնի ուրեմն տապալման կոչեր են պարունակում եւ այլն, եւ եթե նույնիսկ այդպես լիներ ներողություն, դա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլիներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ուղիղ միջամտություն, եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա։ Հարց ուղղում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, դուք քիչ առաջ արձանագրեցիք, որ թեմաներ կան, որոնցով ընդդիմադիր գործընկերները լցնում են մամուլը, սակայն այսօր այդ մասին հարցեր չեն տալիս, ինչու, որովհետև եթե այստեղ հնչեն այդ հարցերը, կստանան կոնկրետ պատասխաններ, հետևաբար շատ ավելի հեշտ է այդ հարցերի շուրջ հարցազրույցներ կազմակերպել, որտեղ հարց տվող լրագրողը շատ ավելի համաձայն է ընդդիմադիր գործչի հետ, քան ինքը ընդդիմադիր գործիչը, եւ այդպիսի մի ասուլիս էր երեք մեր գործընկերներից մեկն է տվել եւ հնչեցրել է որոշ հետաքրքիր մտքեր, որոնց կարծում եմ արժե անդրադառնալ, մասնավորապես նա խոսել է թրիպի մասին, Հայաստանի Հանրապետության բաժնեմասերի մասին եւ հղում անելով մեկ այլ նախկին գործի ասել է, որ եթե հայկական կողմը պարզապես ձայն չհաներ բանակցությունների ընթացքում եւ հանգիստ նստեր, ըստ երևույթին Հայաստանի Հանրապետության բաժնեմասը շատ ավելի մեծ կլիներ, ենթադրում եմ, որ նա հիշել է իր պրակտիկայից որոշ դրվագներ, որտեղ հայկական կողմը լուր նստում էր եւ իր փոխարեն որոշում էին ամեն բան, խոսելով թրիպի
հետագա գործունեության մասին եւ բաժնեմասերի հնարավոր վերանայման մասին նա նշում է, որ Հայաստանը չի կարող, ցիտում եմ, ծպտալ Ամերիկայի մոտ եւ մտահոգվում է մեր գործընկերը ասելով, որ գոնե 50-50 պետք է լիներ, քանի որ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։ Իսկ համեմատելով թրիպը գույք պարտքի դիմաց գործարքի հետ, որի մասին դուք քիչ առաջ խոսեցիք, նշում է, որ այդ գործարքի արդյունքում էր, որ մենք շնչեցինք, դարձյալ ցիտում եմ, իհարկե այստեղ դժվար է հասկանալ, թե մենք ասելով գործընկերը ում նկատի ունի Հայաստանի Հանրապետությանը, հայկական կողմին, թե տենց մի խումբ մարդկանց, կարծում եմ այս մասին այլ թեմայով կարելի է քննարկում անել, եւ ուզում եմ այս համատեքստում ձեզ հարց տալ, պարոն Միրզոյան, ի վերջո ինչ է թրիպը? Ինչ տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի Հանրապետության համար։ Նա բացում թե փակում է Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ ինչպես ձևավորվեց այն բաժնետոմսերի ձևաչափերը 2674, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տիկին Ստեփանյան, իրականում ես մեծ մասով արդեն պատասխանել եմ ձեր հարցին, նախորդ հարցի կապակցությամբ, բայց նկատեցիք երևի, ասելիքս ինչ որ առումով կիսատ մնաց, կարող եմ շարունակել։ Ասեցի արդեն, որ այդ համամասնությունից դժգոհում են կարծես թե մարդիկ, ում իշխանության օրոք, ում պատասխանատվության շրջանում ձեռնարկություններ, ռազմավարական բաներ, ինչ որ ասենք ոնց որ մեր գազի, ասենք, հա, բանը, հայրուս գազը, կամ ոնց որ հեծը, կամ ոնց որ իրանական այդ գազի խողովակը եւ այլն, Հրաստանի ջրքի 5-րդ բլոկը ամբողջությամբ 100%-ով տրվել են այլ պետության։ Եվ շատ տարօրինակ այդ մարդկանցից հիմա լսել քննադատություն, որ Հայաստանը մի համատեղ տնտեսական նախագծում պահում է էլի ռազմավարական նշանակության, պահում է 26%-ը։ Հիմա իհարկե ես կարող եմ գայթակղությունը շատ մեծ է մտածել, որ այդ քննադատությունը նրանից է, որ այս դեպքում այս համագործակցությունը մի երրորդ երկրի հետ է, այլ ոչ թե նույն երկրի, որին 100%-ով եւ իզով թոզով նախկինում տրվել են այդ բաները, այդ ձեռնարկությունները։ Բայց գիտեք, ես մի բանում ձեր հետ համաձայն չեմ, որ ասում եք մամուլը լցրել են թրիփի քննադատությամբ եւ այլն, անկեղծ ասած ես այդքան շատ բան չեմ տեսել։ Ես տեսել եմ փորձեր մանիպուլացնելու, բայց այնքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո, ել եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Խղճուկ փորձեր են այդ մանիպուլյացիայի փորձերը։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե ի վերջո ինչ է, ի վերջո դա մեծ միջազգային, ուրեմն լոգիստիկ նախագիծ է, շատ էական եւ Հայաստանի համար բարեբեր տնտեսական արդյունքներով։ Վարչապետն է քիչ առաջ ասեց, առաջին հերթին հələ մի հատ քաղաքական շերտից հետ կանգնենք, մեծ տնտեսական նախագիծ է, տնտեսական մեգա նախագիծ։ Եթե ինձ հարցնեք, ես կասեմ թրիփը բարձր ենթակառուցվածքների, կապուղիների նախագիծը ունի մի քանի շերտ։ Առաջինը Հայաստանը կապում է աշխարհին, երրորդ երկրներին։ Այսինքն Ադրբեջանի տարածքով, էտել էր քիչ առաջ, չգիտեմ ինչի եւ ոնց կասկածի տակ դրում, բայց այո լինելու է դա։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է երրորդ երկրներին, այսինքն կարող է արտահանի եւ ներմուծի։ Եվ իհարկե այստեղ ենթաբան կա, Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին եւս, ասենք օրինակ Նախիջևանի տարածքով կարող ենք Երասխից գնալ Մեղրի։ Երկրորդ շերտը աշխարհն է Հայաստանի, երրորդ երկրներն են Հայաստանի տարածքով կապվում երրորդ երկրների, ասենք օրինակ Կենտրոնական Ասիայի երկիրը Եվրոպական միության երկրի հետ Հայաստանի տարածքով։ Եվ երրորդ շերտը, այո, Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում եւ երրորդ երկրների եւ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում։ Այսինքն սա փոխկապակցվածության մեգա նախագիծը մեր համար սա ունի ռազմավարական նշանակություն, մենք ակնկալում ենք մեծ տնտեսական օգուտներ։ Այդ օգուտներն էլ ավարտում եմ, այդ օգուտներն էլ նախ սահմանահատման, հա, այդ բանի սահմանված վճարների, հարկերի հավաքագրումն է, որ ուղիղ գնալու է պետբյուջե, որ էլի գրված է իրավական շրջանակներում,
Երկրորդ այդ ընկերության, TRIP զարգացման ընկերության համապատասխան ուրեմն բաժնեմասի չափով ստացված եկամուտը շահույթը։ Այսինքն մեկը մյուսին չի բան, եւ նա ենք ստանալու եւ նա։ Արձագանք չունեք։ Այն օրը, երբ դուք Մարկո Ռուբիոյի հետ կնքել եք շրջանակը TRIP-ի իրագործման, նույն օրը ԱՄՆ առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը այցելել է Ադրբեջան ու ըստ պաշտոնական հաղորդագրության, որը տարածվել է, քննարկել է ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանի պետական գործակալությունները ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ կապելու առնչվող հարցեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան TRIP ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ ունենալ։ Հիմա հարցը դուք այս մասին, այսինքն որ մեր հայրենակիցներին պարզ լինի, սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք գործելու են, կառուցելու են, ինչ որ դերակատարություն են ունենում TRIP-ում, կարող է 60% մասնաբաժին ունենան ադրբեջանական, թուրքական կամ այլ։ Սրա մասին ինչ կասեք։ Ընդհանրապես, այսպիսի որևէ ազդեցություն մասին դուք մտածում եք, սա կանխարգելելու համար որևէ քայլ ձեռնարկում եք եւ երկրորդ հարցը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ հետքլրատվականը գաղտնազերծեց փաստաթղթեր Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած, որը վկայում էր նրա մասին, որ արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն ուղիղ ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից 4 պայմանագրեր են արտահոսել, որոնք ցույց են տալիս, որ եւ նարատիվները, եւ միջոցառումների կազմակերպման հարցերը լուծում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Հիմա դուք գալիս եք ստեղ, ինչ որ անպատասխանատու հայտարարություններ եք անում, այդ ամեն ինչից անդին։ Կարեք պատասխանեք, այս վտանգները կանխելու համար ինչ եք անում, ընդհանրապես որևէ բան անում եք, թե ոչ։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տիկին Վարդանյան, բայց այդ ձեր ասած հետքը ես 2 օր առաջ ճեպազրույցի ժամանակից հարցվել եմ, պատասխանել եմ, ինչ մի քանի ժամ առաջ։ 2 օր առաջ ճեպազրույց եմ տվել, բացեք նայեք։ Հա, հասկացա։ Տիկին Վարդան, պատասխանում արդեն պարոն Սիմոնյան։ Տիկին Վարդան, շնորհակալություն հարցի համար, տպածս եւ վերածս թղթերը վերջապես պետք է կան, լավ է։ Ես ոնց հասկանում եմ, դուք չեք կարդացել այդ TRIP-ի թուղթը, դե երկար է 8 էջ։ Ես հիմա մի 2 կտոր փորձեմ արագ sense գտնեմ, կարդամ ձեր հարցին վերաբերելի մասը։ Օրինակ, TRIP զարգացման ընկերության հիմնում ենթավերնագրի ներքո գրված է, որ էսա TRIP զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել TRIP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հուսով եմ ձեր լսողությունը ֆիքսեց սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողություն ուրեմն ձևակերպումը։ Ախր այն մասերը չեմ հասցնել գտնեմ, որտեղ ասում եմ, որ հստակ բաժնեմասերի մասում է։ Լավ, ինչ որ է։ Մի խոսքով առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ նվիրում, վաճառք եւ այլն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության տեղի ունենալ չի կարող։ Այս երկրորդ ուրեմն դրույթը համաձայնեցված, որը ուղղակիորեն պատասխանում է ձեր հարցերին։ Մի քիչ որ անուղղակի, չնայած դրանից ուղղակին որն է, կարող եմ բազմաթիվ տեղեր մեջ բերել, որտեղ ասում եմ, որ Հայաստանը ինքնիշխան եւ իրավազոր, իրավունք է, ինչ հարցում, անքննելի, ասում եմ, քննարկման ուղիղ գրած է, չի կարող քննարկվել եւ բացարձակ է։ Մի 10 քանի տեղ իսկապես կարելի է հաշվել եւ այդ թիվը մի հատ ասել, էլի։ Հետեւաբար 16 հաշվել են, շնորհակալություն։ Հետեւաբար ձեր հարցի ուղիղ պատասխանն է այդպիսի բան, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, այսինքն բաժնեմասի, մասնակցության, բանի, ոչ միայն Ադրբեջանի ընկերությունի, որևէ երկրի, որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող։ Բացառվում է միայն, էլի ու քանի երրորդ անգամ ասում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի համաձայնությունը տա։ Հետևաբար կարծում եմ, բանա, չարժի էլի չեղած բաներ այդքան փչել ուռճ, վերջը գրած է էլի կարանք կարդանք նայենք։ Արձագանք։ Մի կտորի բան։ Նախ կարդացել եմ։
Բայց դուք ոնց որ չեք հասկանում, հարցը կամ չեք լսել, կամ չհասկացաք։ Ուրիշ բանի մասին էր խոսքը, բայց ինձ թվում է իմ հարցից առանձին դուք պիտի դրա մասին տեղեկություն ունենայիք, որտեղ Պաշտոնյան ԱՄՆ հաջորդ օրը եկել է Հայաստան։ Ես ասում եմ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա գնացել է Ադրբեջան, այդ թվում ձեր գործընկերոջ հետ քննարկել է հարցեր կապված։ ԱՄՆ մասնավոր ընկերությունները ոչ թե 76, 24, 26, 74-ը, այլ ԱՄՆ մասնավոր ընկերությունները, ովքեր պիտի աշխատանքներ իրականացնեն, այնտեղ այդ ընկերություններում կորպորատիվ ադրբեջանական պետական ընկերությունների կորպորատիվ ներդրումների հարցը։ Դուք հիմա ինչ եք մեջ բերում։ Ինչ կապ ունի դա իմ տված հարցի հետ ընդհանրապես։ Հիմա բան կանեք։ Հարցնում եմ, այս ամեն ինչը թրիփի համատեքստում, ոչ թե ընդհանրապես։ Հիմա այս ամեն ինչին, այս վտանգներին, դուք ո՞նց եք պատրաստվում բան անել հակադարձ։ Ինչ գործիքակազմ ունեք, հիմա կավարտեմ կպատասխանեք, ինչ գործիքակազմ ունեք։ Ես արդեն կարող եմ խոսել, ձեր ժամանակը լրացավ։ Տիկին Վարդանյան, Չէ, դե ես Ճիշտ ասում, պարոն Միրզոյան, ինչ ասում է ճիշտ է։ Ես երկրորդ հարցն էլ էի տվել։ Իհարկե լրացել է, պարոն Միրզոյան։ Տիկին Վարդանյան։ Ամեն ինչ արեք, որ հարցին չպատասխանեք, ամեն ինչ տենց։ Ես ձեզ այնքան եմ հարգում եւ սիրում Տիկին Վարդանյան։ Ես նաեւ բացի պարտավորությունից, ես բարոյական պարտավորություն եմ զգում ձեր հարցին պատասխանել, բայց էլի փառք Աստծո ամեն ինչ ձայնագրվում է, կարող եք ձայնագրություն նայել։ Եթե հիշողություն ունես, չի դավաճանում, առաջին հիմնական հարցի ժամանակ Տիկին Վարդանյան ասեց ԱՄՆ պաշտոնյաները գնացել են ադրբեջանական ընկերությունների, խոստացել են մասնակցություն թրիփի իրականացման մեջ, ճիշտ է։ Եվ ես այդ էի պատասխանում։ Հիմա եթե դուք ասում եք, որ ընդհանրապես ԱՄՆ որևէ կերպ ներդրում անում, համագործակցություն անում տնտեսական Ադրբեջանի, իսեր Աստծո, թող անեն, մեր հետ էլ ենք անում, կիսահաղորդիչներով ունենք, արհեստական բանականություններով ունենք, ենթակառուցվածքներով ունենք, ու էլի բաներով կունենանք, որը առաջիկայում կհասկանանք։ Մենք կտեսնեք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, դրա թուղթն էլ հրապարակված է, դել էիք ձեռ առնում, հիմա տենում ենք, որ կետ իրականանում է եւ շարունակվելու է իրականանալ, այնպես որ այս դուք չեք բանանի, բայց մեր հայրենակիցներն եմ ասում, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու։ Այս նոտայի վրա ավարտենք այսօրվա նիստը, շնորհակալություն։